Բարի Սիվիլներ տաղավարում հյուրընկալել եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցին։ Բարև ձեզ։ Ողջույններ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Սաքունց, այսօր խոսելու ենք ներքին լարվածության, եկեղեցի պետություն լարվածության մասին եւ իրավապաշտպանական դիրքերից ենք փորձելու քննարկել հարցը եւ սկզբի համար ընդհանուր մեկ հարց։ Հայաստանում այժմ տեղի ունեցողը եկեղեցի պետություն լարվածության մասին է խոսքը։ Սա ինչպես եք դուք գնահատում իրավական տեսանկյունից։ Եկեղեցու դեմ արշավ է, թե իրավական գործընթաց։ Իրավական գործընթաց չի միանշանակ, որովհետև իրավական գործընթացը կենթադրեր եկեղեցի պետություն հարաբերությունների վերաբերող իրավական կարգավորումների վերանայում։ Մասնավորապես հայտնի այն օրենքը, որ ընդունվել է հայ առաքելական եկեղեցու եւ պետության հարաբերությունների կարգավորող օրենքի օրինակի համար։ Սահմանադրության հիման վրա։ Սահմանադրության հիման վրա չէ։ Եկեք sense բաց։ Սահմանադրությունը ասում է, որ հայ առաքելական եկեղեցու պատմական առանձնահատուկ դերը։ Այո, բացառիկ առաքելություն այ ժողովրդի հոգևոր։ Այո, դա դրույթ է, բայց դա չի ընդհանրում անպայման պետք է ուրեմն օրենք ընդունվի հարաբերությունների կարգավորը, որտեղ այնտեղ պատմական առաքելության առանձնահատուկ պատմական, դերի մասին է, այլ հարց է, թե դա ինչքանով ենք մենք համաձայն նման ձևակերպման հետ, որովհետև շատ լավ գիտենք, թե ժամանակին թե ում կողմից եւ ինչու համար այդ դրույթը 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով մտցվեց, որը չկար 1995 թվականի սահմանադրության, բայց այն չկար այդ դրույթը։ Բայց իրավական չէ, ասեցի, մեկը այդ օրենքի։ Մյուսը իրավական չէ, որովհետև կարող էր վերաբերվել օրինակի համար հայ առաքելական եկեղեցու կողմից ծառայությունների մատուցման դիմաց վճարների, օրինականացման եւ հարկային պարտավորությունների կատարման տեսակետից։ Սրանք են իրավական դաշտի խնդիրները։ Կամ օրինակի համար հարց այսպեսի առաքելական եկեղեցու սպասավորները որպես ծառայություն մատուցողներ իրենք գրանցված են որպես աշխատողներ եւ ընդհանրապես իրենք աշխատավարձ ստանում են թե ոչ եւ եկամտահարկ կամ չգիտեմ այլ իսկ ներսում ինչ իրավահարաբերություններ ներսի մասին չի խոսքը եկեղեցու ներսում է նկատի ունեմ խոսքը վերաբերում է իրավական այն կարգավորումների մասին որը տարածվում է բոլոր կազմակերպությունների վրա անկախ նրանից կլինի կրոնական թե հասարակական թե կուսակցական թե ինչ այսինքն իրավական գործընթացը ենթադրում է այս հարցերի վերաբերյալ լուծումներ տալու կամ կարգավորելու։ Իսկ այն ինչ որ հիմա տեղի է ունենում, ըստ էության ես կարող եմ առաջին արձանագրեմ, որ ինքը հանդիսանում է պետություն եկեղեցի հարաբերությունների, այսինքն տարանջատ աշխարհիկ պետության սկզբունքի խախտում։ Առանձին էլ խախտված էր։ Ում կողմից։ Իշխանության կողմից։ Առանձին էլ խախտված էր, երբ որ եկեղեցուն տրվել էր առանձնահատուկ դեր, իմ նշած այդ կարգավորումներով եւ արտոնություններով եւ նաեւ չկարգավորված իր այդ հարաբերություններով եւ եկեղեցին ըստ էության քաղաքական իշխանության դե ֆակտո մաս էր հիշեցնեմ նաեւ մեռելոց օրերի այդ տարբեր ուրեմն արտոնությունները որ ուներ այսինքն ինքը հանդիսանում է ոչ թե աշխարհիկ պետության սկզբունքի վերականգնում այն է պետություն եւ եկեղեցին տարանջատելու, այլ ներկա իշխանության կողմից այդ սկզբունքի խախտման շարունակություն ուղղակի նպատակն է, որպեսզի եկեղեցում այսպես կոչված հասնեն ինչ-որ բարեփոխումների։ Բարեփոխումների նկատի ունեմ, ասենք կաթողիկոսը քանի որ հռչակվում է, որ կամ պնդվում է, որ կուսակրոն չէ, հետեւաբար իր անկյունի ունի կաթողիկոսի պաշտոնը զբաղեցնել, որը քաղաքական կամ աշխարհիկ պետության կառավարության խնդիրը չէ դա ամբողջովին հանդիսանում է եկեղեցու ներքին խնդիրը այսինքն սա եկեղեցու ներքին գործերին միջամտության հետ գործ ունենք որը Եթե այլ կերպ ձևակերպենք սա եթե ճիշտ եմ հասկանում ձեր միտքը քաղաքական գործընթաց է որի նպատակն է հնազանդեցնել այդ կառույցը Գիտեք ես հիմա չգիտեմ այդ ձևակերպումը հնազանդեցնել։ Հիմա եթե ենթադրենք այն նպատակը, որը հետապնդում են, հասան, ասենք կաթողիկոս դարձավ կուսակրոն մարդը, ենթարկվելու է այդ
կուսակրոն կաթողիկոսը քաղաքական իշխանության չկա այդ լծակները, որ կարող են ենթարկացնեն։ Ինչու՞ չկա, եթե եպիսկոպոսներ են անցնում իշխանության կողմը հիմա։ Անցնելը մի րոպե։ Մարդիկ անհատական անցնում են, չէ՞, բայց իրավական որևէ ցելծակ, որը կամ ունի կառավարությունը այդ մարդկանց, այնա եթե ունենար, մենա բոլորին կաթողիկոսին փոխել կտար։ Միանգամից, եթե ունենար։ Խնդիրը կանում է, որ չկա այդպիսի լծակները։ Հասկանաս, ինքն այստեղ քաղաքական իշխանությունը իր ռեսուրսները ռեսուրսները նկատում են վարչական ռեսուրսները, իրավապահ համակարգը, որոնք տեսանք թե ինչպես են ուրեմն շրջապատել եկեղեցին, հա, այդ ամեն ինչը օգտագործում է հասնելու այն նպատակին, որ ընդհանրեն կաթողիկոսը դառնա իրանց հռչակած նպատակով։ Կուսակրոն անց։ Չէ, իրենք կարող են հռչակել ամեն ինչ, ձեր կարծիքով, դա զուտ կաթողիկոսի փոփոխության խնդիր է, որ, չգիտեմ, կանոնական հարաբերությունները եկեղեցու ներսում վերականգնվեն եւ իսկապես չամուսնացած լինելու կամ չգիտեմ կուսակրոնության ուխտը վերականգնվի։ Խնդիրը կանում է, որ դա իրավապաշտպանության տեսակետից աբսուրդ հարց է։ Այսինքն դա չի կարող հանդիսանա աշխարհիկ պետության կառավարության խնդիրը, մտահոգության առարկան։ Ի սկզբանե, երբ որ մենք այդ սկզբունքը մոռացության ենք տալիս, ու սկսում ենք ասենք թե կարող է իրան խնդիր, ընդհանրապես ինքը որևէ գործառույթ չունի միջամտելու որևէ միավորման, այդ թվում նաև կրոնական կազմակերպություն, ուզում առաքելական լինի, ուզում չգիտեմ Աստծո վերջին խոսքի կամ Եհովայի որևէ կրոնական կամ բողոքական որևէ կրոնական կազմակերպության միավորման կլինի քաղաքական թե հասարակական եւ այլն գործադիր իշխանությունը կառավարությունը բարեփոխման խնդիր որպես այդպեսին գործառույթ նման կերպ հարցադրումի իրավունք չունի։ Շատ լավ, ինչու է անում այդ դեպքում ես։ Դա լավ հարց է։ Ես ունեմ իմ տեսակետը իհարկե։ Առաջինը, որ հայ առաքելական եկեղեցին ինքը պետության ինքնիշխանության տեսակետից, մարտավարի տեսակետից չի գտնվել ինստիտուտի այն դերում, որը ակնկալվում էր։ Ինքնիշխանության, անվտանգության տեսակետից հարցերում առաքելական ինքը այդ գործառույթը չունի, որևէ միավորում էլ չունի, բայց ինքը առնվազն ունի պարտավորություն չկատարելու այնպիսի գործողություններ, որոնք կարող են խաթարել անվտանգությունը, որովհետև գիտեք նույնիսկ միավորումների ազատությունը դա բացարձակ իրավունք չէ եւ կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական պետության անվտանգության համար։ Հիմա երբ որ ուսանց ես շարադեմ հետո անցնեմ թե ինչ պետք է արվի, որը չի արվում։ Երբ որ կաթողիկոսը շքանշան է ստանում Լուկաշենկոյի կողմից։ Լուկաշենկոյի թե Պուտինի։ Պուտինի էլ ստացի կարծեմ։ Մի անգամ էլ այցելություն ունեցավ բանը Բելարուս վերջին հաշվով։ Այն դեպքում, երբ որ ակնհայտ է, որ երկու պետությունները առնվազն Հայաստանի Հանրապետության դեմ ոտնձգությունների առումով, հա, աջակցել են ոտնձգություն կատարող Ալիևի ռեժիմին, սա փաստ է։ Պուտինյան եւ Լուկաշենկո։ Սա նույն Բելարուսը, երբ որ չի երթակցնում, չէ, Լուկաշենկոն, ասում է մենք ահագին զենք իրանք էլ վաճառել են, Ռուսաստանի մասին էլ չենք խոսում եւ այլն։ Խնդիրն այն չէ, որ հարաբերություններ չունենան, որը մեկը չի կարող ասել, ենթադրենք, օրինակ Ստամբուլի հայ պատրիարքարանը ինչի համար է ուրեմն Էրդողանի հետ շփվում։ Էրդողանի հետ շփվում։ Շփվելու մասին չի խոսքը։ Խոսքը վերաբերում այնպիսի գործողություններին, որոնք լուրջ կասկած են առաջացնում, հա, որտեղ իրանք Թուրքիայի բանում չեն։ Գտնում են այնպիսի պետություններ թեմեր ունեն, հա, որտեղ այն ամենը Ստամբուլի պատրիարքարն առանձին կառույց է։ Իր ինքնավարությամբ, որոնք ոտնձգություն կատարել Հայաստանի Հանրապետության դեմ այդ պետությունների։ Ավելին հայ առաքելական եկեղեցու Մոսկվա եւ Ռուսիա թեմա չէ կոչվում։ Թեմի առաջնորդը օրհնում է եւ աջակցում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիային այդ Արբատ կոչվող ջոկատին մարդկանց ներգրավմամբ, ընդդվում ազգությամբ հայերի ներգրավմամբ։ Այն ռեժիմին, որի
գլխավորի դեմ, նկատում եմ Պուտինի դեմ, կա միջազգային քրեական դատարանի կողմից պատերազմի հանցագործությունների կատարման հիմքով ձերբակալման որոշում։ Բայց այդ պետության հետ Հայաստան պետությունը չի խզում հարաբերություններ, դաշնակցային հարաբերությունները պահում է, ՀԱՊԿ-ի անդամությունը շարունակում է պահել, թեպետ իջեցրել է մինիմալի հարաբերությունները, անվտանգային ոլորտում հարաբերությունները պահում է, ինչու եթե Հայաստան պետությունը այդ ամեն ինչը պահում է, կաթողիկոսի այցը այդ երկիր կամ չգիտեմ շքանշանի ստանալը պետք է հանդիսանա կասկածի առարկա։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունը եկեք առնվազն շատ ճիշտ հարց եք տալիս, մենք պահանջը ներկայացնում նաև կառավարության օրինակ ինչի՞ չէ դադարացնում։ Իսկ այստեղ երկակի ստանդարտների այսպես բան կա։ Աստծուն կեսարին կա այսպիսի բան, բայց ես նույնից եմ կրում, ես դա չեմ արդարացնում կառավարությանը, այն առումով, որ վերջնաշուն ինչու՞ չէ ընդհանրապես դուրս գալիս ՀԱՊԿ-ից ներողություն։ Ինչու այդ հարցը տվեցի, որովհետև որպես մոտիվացիա ասում եք, ես ասում եմ, ինչու է կառավարությունը այդ դեպքում գնում այս քայլերին։ Բայց շարունակեմ։ Այո, դուք ասում եք մոտիվացիան կարող է դա լինել։ Հաջորդը վարչապետը հնչեցնում է հարց, որ ԿԳԲ-ի գործակալներ, չէ, որակում է տալիս, կամ ազգային անվտանգության խնդիր է։ Գիտեք, այդ ես դուք կամ հրապարակախոսության մակարդակում եւ հասարակական ուրեմն մակարդակում կարող ենք նման գնահատականներ տալ եւ հիմնավոր փաստեր էլ ներկայացնենք այն որոնց մի մասը ես մի մասին անդրադարձա, բայց կառավարությունը գործադիր իշխանությունը պետք է իր խոսույթը, իր գործելակերպը հիմնի բացառապես միայն փաստերի վրա։ Գիտեք, նման որակումները չունենալ, երբ որ չունեն իրավական գնահատական, օրինակ ԿԳԲ-ի գործակալը ասածը դա նշանակում է ենթադրում է որ իրավական որակում պետք է լինի։ Եթե չկա պիտակավորում է։ Իհարկե դա նշանակում է պիտակավորում, բայց այստեղ եւ ես կարող եմ ասել, թե ինչու համար է զսպված կառավարությունը, որովհետեւ չի ուզում հարաբերությունը սրի, ես դա չեմ արդարացնում, ես դա փորձում եմ հասկանալ եւ նաեւ ըստ էության օբյեկտիվորեն չի ուզում սրի հարաբերությունը Կրեմլի հետ, որովհետեւ վտանգները շատ այն ինչ որ մենք Ուկրաինայում տեսանք, որ պետությունը կարող է դնել ուրեմն վտանգի տակ, բայց հիմա մենք էլ կարող ենք ասել, դե գիտեք, ոնց է կառավարությունը քանի որ զսպված է, մենք էլ զսպված պահենք, բայց ես ազատ եմ, չէ՞, այդ զսպվածությունը չկիսելու, բայց ես հասկանում եմ ձեզ, ենթադրությունների դաշտ եկեք չգնանք, եկեք փաստերով խոսենք։ Տեսեք, տարիներ շարունակ դուք ջատագովել եք, ես դա գիտեմ, մշտապես հարցազրույցների քննարկումների ժամանակ եկեղեցի պետություն տարանջատվածության սկզբունքը, տարանջատման սկզբունքը։ Այսօր երբ իշխանությունը վարչական ռեսուրսով, ինչպես դուք ասացիք, ուժային մեթոդներով մտնում է եկեղեցի փաստացի շրջափակելով եւ այլ, ըստ ձեզ սա սկզբունքի տեսանկյունից այլախոհության ճնշում է, եկեղեցու նորոգում է, թե եկեղեցու նկատմամբ եկեղեցու քաղաքական հնազանդեցում է։ Եթե, տեսեք, հիմա դուք տարբեր գնահատականներ տվեցիք։ Չէ, տարբերակներ առաջարկեցիք։ Տարբերակներ առաջարկեցիք։ Քաղաքական ճնշում դա նշանակում է մենք ընդունում ենք որ եկեղեցին քաղաքական գործառույթ իրականացնող է։ Այդ դեպքում ես պետք է ասեմ որ եկեղեցին իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել, որը արեց։ Այո, իրավունք չունի, իհարկե։ Չէ։ Եվ եկեղեցին մշտապես քաղաքական գործոն է եղել Հայաստանում։ Ուղղակի խաղացել է իշխանության կողմից տարիներ շարունակ։ Քաղաքական գործոն է եղել, որը չպետք է ունենար այն իմաստով, որ չպետք է դառնար որևէ կուսակցության քաղաքական աչակիցը կամ հակառակորդը։ Սա հստակ է։ Հաջորդը դուք գնահատեցիք միջամտությունը, հա, բան։ Այլախոհության ճնշում։ Եկեղեցին էլի այլախոհություն գալիս է քաղաքական բանով։ Էլի չի կարող քաղաքական այլախոհությունը կրի, հա, որովհետև քաղաքական այլախոհություն դա այսինքն այլախոհություն ենթադրում է քաղաքական կուրսի հետ կապված որոշակի հարցեր, չէ՞, այսինքն ինքը անմիջականորեն դառնում է քաղաքականություն։ Չէ, կարող է օրինակ ասել որ ազգային հարցերում ես համաձայն չեմ իշխանության հետ, կարծում եմ կարող է ասել համաձայն չեմ։ Այն իմաստով համաձայն չեմ, բայց քաղաքական շարժում կներեք նախաձեռնել եւ ակնհայտորեն աչակցել որոշակի քաղաքական կուսակցություններին, սա եկեղեցու տիրույթից դուրս է։ Այսքանով հանդերձ դրանք այդ իմ նշած, որը եկեղեցու որպես կառույցի կողմից անթույլատրել են, դա չի նշանակում, որ թույլատրել է կառավարության կողմից այն գործողությունը, որ կատարվում է։ Կառավարությունը սահմանադրություն խախտում է, թե չէ հիմա։ Կառավարությունը խախտում է սահմանադրությունը, որովհետև միավորման միջամտությունը, որովհետև նույնիսկ եմ կրկնում։ Ես ստակ ասեցի, միավորման ազատությունը կարող է սահմանափակվել բացառապես միայն օրենքով եւ այն դեպքերում, երբ որ օրինակի համար դա կարող է այդ միավորումը
իր գործողությամբ վտանգել ազգային անվտանգությունը, դրա համար պետք է լինի որոշում։ Հասարակական կարգը խախտի, դրա համար պետք է լինի նույնպես իրավական, գնահատական, այլոց իրավունքները եւ այլն, հա, այնտեղ շարադրում է կոնվենցիոնը վերաբերյալ։ Ես գտնում եմ, որ կառավարությունը հիմա ոչ միայն խախտում է, այսինքն ոչ թե վերացնում է պետություն, եկեղեցի, աշխարհիկ պետության տարանջատման սկզբունքի խախտումը, որը խախտված էր, այլ այդ խախտումը շարունակում է պահպանել։ Մի բան էլ Եվ փորձում է այդ խախտված սկզբունքի հիման վրա հրճակված, հա, եկեղեցին ներսում բարենորոգում անել, հասկանում եք ինչի՞ մաս։ Սա է պարզ բանը, խնդիրը։ Այն որ այսօր երեք այդ նախաձեռնության մասին լսեցինք, վարչապետ Փաշինյանը ասաց, որ եկեղեցուն պետք է, փաստացի պետությունը պետք է ներկա լինի եկեղեցում օրհներգով եւ դրոշի տեսքով, այսպես ասած, որ եկեղեցուն պետք է բարձրացվի Հայաստանի դրոշը եւ պատարագներից առաջ հնչի օրհներգը։ Սա ինչի մասն է, երբ որ դուք լսում եք նման նախաձեռնությունները որպես իրավապաշտպան։ Դա համարվում է որպես ուղղակի միջամտություն եկեղեցու ներքին գործերին պետության կողմից։ Այո։ Գիտեք, ես որպես քաղաքացի իմ տանն էլ կարող եմ դրոշը Հայաստանի տեղադրել կամ իմ պատշգամբին կամ չտեղադրել, հա։ Եվ քաղաքացիների միավորումը որպեսին կարող է հանդիսանալ նաև եկեղեցի եւ այլն, կարող է եւ տեղադրի եւ չտեղադրի, բայց դա պարտադրել դե առաջարկում է, չի պարտադրում։ Գներեք, ընդհանրապես տեսեք, գործադիր իշխանությունը այնպիսի առաջարկությունների նույնիսկ մակարդակով սահմանափակված է այն սկզբունքով միավորումների ներքին գործերին չմիջամտելու բանով։ Բացառությամբ նորից եմ կրկնում, եթե այնտեղ կատարվի հանցագործություն ինչ որ անձանց կողմից, դա ոչ թե եկեղեցու ամբողջ կողմից։ Բայց կոնկրետ անհատույթ քրեական օրինակի համար պատասխանատվությունը, անհատական պատասխանատվություն է կամ ընդհանուր խմբի պատասխանատվություն։ Կամ այնպիսի խախտումներ, որոնք առնչություն են հարկային օրենսդրության հետ, կամ այնպիսի խախտումներ, որոնք վերաբերվում են, ասենք թե սեռական ոտնձգություններին, օրինակի համար, կամ այնպիսի խախտումներ, որոնք վերաբերում են բռնության կոչերին, ատելության խոսքին, որը կապ չունի հոգևոր խավի ներկայացուցիչ թե սովորական քաղաքացի, ցանկացած նման գործողություններ, որոնք հետապնդել են եւ որ ժողովրդավարական պետություն չեն կարող պաշտպանված լինել։ Տեսեք, ժողովրդավարության մասին հենց մյուս հարցը դա էր։ Միջազգային զեկույցները դեռևս փաստում են, որ Հայաստանում հիբրիդային կամ այսպես ժողովրդավարականի մոտ ավելի ռեժիմ է գործում կամ կառավարման համակարգ է գործում, եւ բայց երկրի ներսում այսպես մենք տեսնում ենք իրադարձություններ, որոնք նաեւ իրավապաշտպանների կողմից բարձրաձայնվում են որպես վնասող ժողովրդավարությանը, որպես ահազանգ ժողովրդավարության համար եւ այլն։ Օրինակ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, հա, այդ առումով ինչպես է գնահատում, սա էլի իրավական պետության գործողությունների տիրույթում է տեղավորվում, թե այնուամենայնիվ քաղաքական մոտիվացված, ինչպես շատ մյուս կողմն է պնդում, քաղաքականապես մոտիվացված գործողությունների այսպես հետևանք է։ Եվ եթե այո այդպես է, կամ մյուս մինչև Միքայել Աջապայանի ձերբակալությունը, մյուսների եւ այլն, եթե այդպես է, ապա մենք արդյոք սա վտանգավոր է ժողովրդավարական պետության համար այս գործընթացները, արդյոք մենք քիչ-քիչ այսպես սկսում ենք տեսնել ավտորիտարիզմի որոշակի էլեմենտներ, թե չենք տեսնում, թե սա ուղղակի ենթադրություններ են։ Էլիզուտ կարգավորման տեսակետից ես հենց կարծեմ ձեր մոտ էլ բազմիցս երևի թե սկսած 2015 թվականից, երբ որ առիթ էր լինում հանդիպենք, ես այս սահմանադրությունը համարել եմ պետության զավթումը սահմանադրական մակարդակում ամրագրող սահմանադրություն։ Որտեղ իր անվանումով կոչվում է պարլամենտական անվանումով, բայց բովանդակությամբ ինքը միակուսակցական կառավարման համակարգն է ամրագրում եւ ընդ որում քաղաքական փոքրամասնությունը որևէ դերակատարում այդ նույն պարլամենտական անվանված կառավարման մեջ որևէ դերակատարում չունի եւ այդ որոնց հիմա է այսպես ասած եւ ինչպես էր մինչեւ 18 թվականը չի կարող այլ լինել որովհետեւ սահմանադրության կարգավորումներն են այդպեսին մինչեւ 18 թիվն էլ 15 թվականին այդպես էր չէ սահմանադրությունը այդպես էր կարգավորում եւ 20 տարի հետո էլ եթե սահմանադրությունը մնա էլի նույն մեխանիզմն է ինքը Հայաստանում ժողովրդավարությունը բացառապես գտնվում է
իշխանության բարի կամքի հայեցողության տիրույթում։ Մեխանիզմները սահմանադրական, նույնիսկ եմ կրկնում, չեն երաշխավորում ժողովրդավարության մեխանիզմներ։ Հակակշիռների հստակ Այո, համակարգ։ հակակշիռների դատական իշխանության, այդ մասին մենք խոսել ենք ու անդադ մեր պահանջը Թավշյա հեղափոխությունից հետո ամենառաջնային պահանջը եղել է սահմանության փոփոխություն։ Այո։ Սա որպես սկզբունքային, հա, եւ բազային դրույթ։ Եկեք սա ամրագրենք, որպեսզի հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք։ Հետևաբար նույնիսկ կրկնեմ, ժողովրդավարության վիճակը կամ ժողովրդավարական գործընթացները պայմանավորված են քաղաքական բացառապես քաղաքական մեծամասնության վարքագծով։ Պատկերացնում եք, այսինքն, եթե այդ դրա փոխարեն լիներ մեկ այլ կուսակցություն, որը բոլորին այլ կուրս վերցնում, հակակշռով ոչինչ չկա։ Դե, այսինքն պետության ժողովրդավարությունը հակակշիռների մեխանիզմ է։ Այո։ Իշխանությունների տարանջատման։ Եթե չկան, ամենաբարի ցանկությամբ ժողովրդավարումը ինքը անխուսափելի է, որ ձեռքը բերի ավտորիտար դրսևորումներ, քանի որ չունի հակակշիռը։ Ավելին։ Հիմա ձեռք է բերում։ Դե հենց այդ ամբողջը ոչ, նաև Հայաստանի հաջորդ անցնեմ։ Այո։ Հայաստանի Հանրապետությունում ողջ պատմության մեջ առաջի անգամ մենք ունենք հանձինս ընդդիմության պարլամենտական հակաժողովրդավարական ուժեր, որովհետև այդ այն ուժերն են, որոնք այդ սահմանադրությունը մեզ պարտադրեցին, եւ իրենք այդ սահմանության փոփոխության մասին կամ այդ փոփոխության անհրաժեշտության մասին մի խոսք անգամ չեն ասում, որտեղ իրանք ստեղծածը ոնց ասեն մենք փոխում ենք։ Ժամանակին ջատագովում են այն հույսով, որ պետք է իրանք երկար կառավարեն այս սահմանադրությամբ, հետո չստացվեց։ Մարդիկ դուրս եկան ասին, չէ, դուք չեք կառավարելու։ Հիմա իրանք ստեղծած այդ մեխանիզմի հետ ստիպված են առնչվել որպես ընդդիմություն, բայց այդ ընդդիմությունը նույնիսկ եմ կրկնում, ինքը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ չունի, սա է ամբողջ մեր քաղաքական համակարգի ողբերգությունը։ Հիմա վերաբերվեմ անդրադառնամ ուրեմն Սամվել Կարապետյան եւ մենք ունենք եւ դա փաստ է, ոչ մեկը թող դա չի կարող հերքել։ Ոտնձգությունների վերազգային մակարդակի առումով, որ անվանում են հիբրիդային եւ այլն։ Այդ միջամտությունը միշտ ենք ունեցել։ Հայաստանի քաղաքական համակարգը բազմաթիվ փաստեր, եթե պետքա դուք էլ կարող եք շադրել, ես էլ կարող եմ շադրել, տնտեսական, քաղաքական, ռազմական եւ այլն բավական սերտաճված է եղել Կրեմլի կամ Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ ռեալ են այդ մեխանիզմները՝ էներգետիկա, տրանսպորտ, անվտանգային եւ այլն եւ այլն։ Սամվել Կարապետյանը ռուսական օլիգարխ է։ Ճիշտ է, նա ունի Հայաստանի Հանրապետության ազնագիր, չէ՞, բայց ինքը իր ամբողջ գործունեությունը եւ ռեսուրսները ձեռք է բերել այդ Պուտինյան ռեժիմի օրոք։ Եվ այնտեղ որևիցե օլիգար կամ միլիարդատեր առանց Պուտինի թույլտվության մի քայլ անգամ չի կարող անել։ Հատկապես այդպիսի ուրեմն դրսևորումներ, որ ասենք թե գա ուրիշտեղ քաղաքական, այդպիսի քաղաքականության դրսևորում մենք Մոլդովայի օրինակով տեսանք եւ մոլդովական իշխանությունները ուղղակի փակեցին այդ հնարավորությունը։ Հիմա այո, դա ռիսկը կա։ Ես ավելի շուտ արդեն հասկանալի չէ խնդիրը որպես այդպեսին։ Դրա դեմը առնելու միջոցների հետ կապված խնդիրներ կան։ Օրինակ ինչի համար կալանք եւ ոչ թե ասենք թե տնային կալանք, հա, որտեղ խափանման միջոցի այլընտրանքային տարբերակներ կան վերջին հաշվով։ Եվ այստեղ որ ընդ որում բայց ասեմ դա ոչ միայն Սամվել Կարապետյանն է վերաբերվում։ Այ մեր մոտ քրեակատավական հիմնարկում ավելի շատ մեծ թվով կալանավորված անձիկ կան, քան թե դատապարտված։ Այսինքն ինքը համակարգային խնդիր է, երբ որ ու դա միշտ ենք արձանագրել տարիներ շարունակ, որ դատական համակարգում խափանման միջոցը կալանքը պետք է լինի դատական համակարգի կողմից ամենածայրահեղ եւ ամենավերջին միջոցը, երբ որ դու հիմնավորում ես, որ խափանման մնացած միջոցները արդյունավետ չեն քննության համար, հա։ Այդ հիմնավորման հետ կապված ես ունեմ հարցեր։ Ինչով է պայմանավորված, բայց որ այն, որ Սամվել Կարապետյանը ժողովրդավարության հետ, որպեսզի մեր սահմանադրական նորմն է, ինքնիշխանության հետ, որը սահմանադրական նորմ է, իրավական պետության հետ, որը նույնպես սահմանադրական նորմ է, ել չեմ խոսում սոցիալական պետության հետ, որը սահմանադրական ամփոփ, որևէ առնչություն չունի, իր ամբողջ փիլիսոփայությամբ, կենսագրությամբ եւ փաստով, դա փաստ է։ Ինձ համար անվիճելի է, որ ինքը սպառնալիք է Հայաստանի պետության առաջի հոդվածով սահմանված սահմանադրական նորմերին։ Այստեղ մի բանն է, ինչքանով ես դու որպես
իշխանություն կարողանում այդ սպառնալիքները կանխել իրավական մեթոդներով, օրինական մեթոդներով եւ համաչափ մեթոդներով։ Սա մասին է խոսքը։ Այո, վերջի-վերջո Պարոն Սաքունց, ես հենց հարցը ինչ եմ գիտեք ոնց է կներեք, միաեղջյուր կամ քառակուսային տարակերությամբ զբաղվել, ու ասել գիտեք ոնց է։ Այդ նույնն է, ես միշտ օրինակ եմ բերում։ Հիմա Բեն Լադենին որ սպանեցին։ Այո։ Հատուկ գործողություն կատարեցին։ Ինքն է չէ իր հայացքները ուներ։ Բեն Լադենը տերորիստ էր, Բեն Լադենի հետ։ Այդ բանի աչքերով։ Ինքը իր գաղափարներն ուներ։ Չէ, լավ։ Ինքը իր գաղափարները ուներ, բայց օքեյ, լավ, տերորիստ է, բայց Բեն Լադենին դատարանում դատեցին։ Չէ։ Այն ինչ որ կատարվեց, ի՞նչ է դա կոչվում։ Պարոն Սաքունց, արտադատական մահապատիժ։ Եկեք երկու հասկացություններ իրար չխառնենք։ Մենք տվյալ դեպքում գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ պետք է դուք որպես իրավապաշտպան, որին ես ուղղում եմ հարցը, ասեք, դուք գնահատողական դատողություններով եք առաջնորդվում, թե իրավական եւ սկզբունքն եք պաշտպանում։ Ես սկզբունքները շատ լավ, եթե սկզբունքն եք պաշտպանում, տվյալ բարագայում ինչ է ասել, ինչպես էլ մենք իրեն վերաբերենք, վատ, լավ եւ այլ, թեպետ երբ որ ներդրումներ էր կատարում եւ քաղաքականության մեջ չէր խառնվում, ինքը չի խառնվել։ Չէ, բաց իմաստով ես նկատում եմ, այս իշխանության ժամանակ չէր խառնվում, իր այդ խնդիր չկար կարծես թե։ Հիմա կպատասխանեք այդ հարցին։ Բայց երբ հայտարարեց։ Պարոն Մղդիսյան, դուք հարց եք ձևակերպում, որ չէր խառնվում։ Հա, քաղաքական հայտ չէր ներկայացնում, եկեղեցու կողմից չէր խոսում, հայտարարություններ չէր անում, դրա մասին եմ ասում։ Ինքը եկեղեցու հետ արդեն համագործակցած եւ իր նկարը եկեղեցու ներսում ամրացա, ինչ է նշանակում։ Վեհարանն է նորոգել, ամրացրել են նկարը, եթե չեմ սխալվում։ Հա, բասում թե չի զբաղվել։ Չէ, բայց դա նշանակում է քաղաքականության զբաղվել։ Չէ, ախր մենք եկեք բանը մի քիչ բովանդակային նայենք, հա։ Եկեղեցին հանդիսանում էր նախորդ քաղաքական իշխանության հիմնասյունը։ Դրանում կասկած ունեք։ Չկա կասկած։ Եվ այդ հիմնասյան հետ կապված այդ մարդը շատ սերտ համագործակցել է։ Դուք հիմա դա եկեք այսպես գանք։ Ինդուլգենցիա։ Եկեք այսպես գանք։ Եթե եկեղեցին հիմա լիներ նաև այս իշխանության հիմնասյունը Սամվել Կարապետյանի հետ միասին, խնդրեմ կունենար։ Այո։ Խնդրեմը ձեր հետ չէ։ Հա, իշխանության հետ։ Նույնիսկ եմ կրկնում։ Հենց դա ձեր հետ միշտ կարող է խնդրեմ ունենալ, որովհետև եկեղեցին պետք է տարանջատ լինի իշխանությունից։ Չէ, ես նկատում եմ իշխանության հետ խնդրեմ կունենար։ Եթե շարունակեր կունենար։ Իշխանությունը հա քաղաքասարքության հետ կարող է խնդրեմ ունենալ, չգիտեմ։ Բա մենք խոսում ենք ժողովրդավարական, ես ինչ որ ձևակերպում եմ ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան եւ այլն։ Եթե այս իշխանությունը, ասեմ ձեզ, եկեղեցին Սամվել Կարապետյանը աջակցել էր իշխանություն, ես հստակ ասում եմ, այս իշխանությունը միանշանակ կլիներ նախկին ռեժիմի տրամաբանական շարունակողը։ Եթե իշխանությունը 7 տարի այս համանդրությամբ աշխատում է, ինքը շարունակողն է, թե չէ։ Եվ կարծես խնդիր չունի համանդրության հետ։ Չէ, գիտեք ոնց է, կոնկրետ մեխանիզմների հետ ես նկատում եմ։ Այս իշխանությունը ընդունել է Եվրոմիության հետ անդամության գործընթացի սկզբնավորման մասին օրենքը։ Ես դա ոչ թե արդարացման մասին, ես փաստեր եմ շարժում։ Դեկլարացիա է, դա օրենք չի։ Դե ձեզ աթում դեկլարացիա։ ԵՄ-ի եւ Հայաստան ռազմավարական համագործակցության նոր օրակարգ մշակվեց, որի մեջ անվտանգային բաղադրիչը հստակ ամրագրված է, որը այդ փաստաթուղթը նկատում ՍԵՊ-ան ձևական նշանակություն էր նախորդ իշխանության համար, որի վերաբերյալ Սվիտասկին, որին հիմա շատերը ասեց բանով են ընդունում նախկին հակաժողովրդավարական, նախկին չէ, այլ հակաժողովրդավարական։ Ասում էր, որ բանը Եվրոմիությունը բանկոմատ չէ ձեզ համար, որ դնեք ու փողը ստանաք, հա։ Հաջորդը Ռուսաստանի Դաշնությունից, Բելարուսից քաղաքական հետապնդման զոհերը, վերազգային տրանսնացիոնալ ռեպրեսիաների զոհերը Հայաստանի Հանրապետությունում ապաստան են գտնում։ Այո, եւ նրան չեն արտահանձնում։ Այո։ Դա չեն արտահանձնում նրա բանը այդ ռեժիմների պահանջով։ Փաստ է դա։ Բավական լուրջ փաստ է։ Արտաքին քաղաքականության հետ կապված, նաև սպառազինությունից ձեր ամբողջություն կախվածություն, հասկանում եք, ես խոսում եմ ինստիտուցիոնալ։ Դա լավ օրինք չի։ Ռուսաստանը չօգնեց, դրա համար մենք փորձեցինք դիվերսիֆիկացնել, դա բարձ է։
Դե մտում է ժամանակ Ռուսաստանը օգնում էր 16 թվականին, որ շարունակում են զենքը։ Նկատի ունեմ մինչև այդ չէր դիվերսիֆիկացվում։ Ռուսաստանը երբ հա օգնել, որ շարունակել են Ռուսաստանը երբ որ զինում էր Բաքվին, այն 5 միլիարդ դոլարով, քաղաքական վերնախավը ներողություն հիմնավորում էր, որ դա բիզնես է, չէ, նաև վերահսկողության տակ է վերցնում Ալիևի ռեժիմին։ Չէ, դա իրենց էին այդպես հիմնավորում, իրենք էլ մեզ։ Չէ, մի րոպե։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Պարոն Դոսյան, իշխանությունը հետևողական չէ, միանշանակ եւ շատ ավելի արդյունավետ քայլեր կա։ Չնայած ասեմ, Զվարթնոցից բանը ռուսական սահմանապարների ապօրինի գտնվելն էլ հանելը։ Ահա։ Այդպիսի բան մինչև 2018 թվականը մրգներով չէր։ Ոչ միայն հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանի այդ ձևի ուրեմն խնդիրների լուծում ես ասում եմ քայլերի մասին, որոնք կարևոր են, բայց որոնք ամբողջական չեն։ Այսինքն, այստեղ կուրսի, ասենց ասեմ, փոփոխության հնարավորությունների մասին է խոսքը, որը բավական դժգոհությամբ է ընդունում Կրեմլի կողմից։ Նախորդ իշխանության օրոք որևէ գործողություն Կրեմլի կողմից դժգոհությամբ չեն ընդունել։ Այնուամենայնիվ իմ հարցը նրա մասին էր, որ դուք ասում եք շարունակողն է, շարունակողը չի այն նախորդ իշխանության։ Չէ, չեմ կարող չկարելի բնդել։ Նույն սահմանադրությամբ աշխատում են։ Լավ, ուղիղ հարց, Հայաստանում քաղաքբանտարկել կա թե ոչ։ Ոչ։ Չկա։ Ոչ, քաղաքական շարժարիտներով այդ կալանավորման հետ կապված որոշակի հարցեր կարող են լինել, որտեղ ես բոլոր այդ ցանկը չունեմ, բայց քաղաքբանտարկյալ որպես այդպեսին չկա, ասեմ ինչի համար, շատ պարզ։ Որտեղ բոլոր այն կարծիքները, ասած քաղաքական բանտարկյալ կարծիքի հիմքով անազատության այն կարծիքները, որոնց հիմքում կա բռնություն, ատելություն, սպառնալիք եւ ուղղված ուրեմն ժողովրդավարական պետության անվտանգության դեմ, դրանք չեն կարող ժողովրդավարական պետությունում պաշտպանված լինել։ Դա 10-րդ հոդվածի կոնվենցիա երկրորդ մասն է։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ եթե չդադարի եկեղեցու դեմ այս արշավը, իրենք կմիջամտեն իրենց ձևով։ Այստեղ ո՞րն է բռնության կոչ եւ ինչու համար այդ մարդը բանտում։ Գիտեք, շատ լավ հարց է։ Ինտերպրետացիայի հարց է։ Եվ այս առումով օրինակ հիմա ես նույնից եմ կրկնում։ Էլի եմ ասում անկախ իմ եւ ձեր վերաբերմունքից է։ Չէ, ես վերաբերմունքի դե կներեք Սամվել Կարապետյանը մի ձև ունի միայն։ Այն ձևով, որ ասենք թե այդ բիզնեսը այնտեղ զարգացրել է։ Եթե ասենք թե ինքը հիմքեր տար այդ ձև մտածել, բայց նույնիսկ դրա մասին չի խոսքը։ Խնդիրը կանոնամ, այո, բանը քրեական գործի ընդհանրին կասկածներ կա, որ իմ ձև, մեր ձևը կարող ունենալ ինչ-որ կոնտեքստ, որը պետք է բարձրաբանել, բայց դրան այդ կասկածների մակարդակում իհարկե կալանք չպետք է կիրառվել։ Բայց այնուամենայնիվ դա քաղաքական հետապնդում չէ։ Դա անհամաչափ, ոչ իրավաչափ միջոց է։ Քաղաքական հետապնդում չէ։ Ես չեմ համարում քաղաքական։ Սամվել Կարապետյանը եւ քաղաքական գործիչ լավ եք էլի։ Լավ։ Սամվել Կարապետյանը որտեղ է քաղաքական գործիչ եղել, որ Ռուսաստանում։ Քաղաքականության չէ, իր եղբայրը Հայաստանում եղել է ակնհայտ։ Իր եղբայրը չէ, եղբոր մասին չի խոսքը, իր մասին է խոսքը։ Չէ, ընտանիք ես նկատում եմ եղբայրի։ Այսինքն ներգրավվածությունը։ Չէ, հիմա դուք եք ընտանիքի բան։ Սամվել Կարապետյանը մի հատ քաղաքական հայտարարություն արել է Ռուսաստանի Դաշնությունում Նեմցովի սպանության հետ կապված, Լևոն Հայրապետյանը, դե լավ բասում եք, բա քաղաքական գործիչ եք անվանում մի մարդու, որը Ես չեմ անվանում, ես ասում եմ քաղաքական Ո՞վ հետապնդում։ անվանում է, հա, չէ։ Լավ, վերարտադրում եք նրանց, ովքեր անվանում են։ Չէ, ես ասում եմ քաղաքական հետապնդում է թե ոչ։ Ոչ, այդքան բան։ Շատ լավ։ Ինքը սպառնալիք է ազգային անվտանգության։ Ինչով։ Հենց իրա որպես Պուտինյան ռեժիմի օլիգարխ, որի նկատմամբ Միացյալ Նահանգների ֆինանսական դեպարտամենտի կողմից պատժամիջոցներ է սահմանված որպես Պուտինի անմիջական միջակայքի ուրեմն ներկայացուցիչ։ Իսկ իր եղբոր որդին Ամերիկայի ամենահայտնի ուրեմն հերոստահաղորդավարներից մեկի մոտ Ամերիկայի ամենահայտնի հայտնիներից Պարոն Դեսյան, Ամերիկայի ամենահայտնի դեմքը հանձինս Թրամփի ամենահակաժողովրդավարական գործիչներից մեկն է աշխարհում։ Պարզ եմ ասում։ Եվ Թրամփը պետքա դատվի հաստատ, իմացեք ինքն է։ Շնորհակալություն զրույցի համար։ Հաջողություն։ Սիվիլենտ տաղավարում ես զրուցեցի Արթուր Սարգսյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։